Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Լայն բացվածքով եւս մեկ խոշոր քայլ ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի Կովկասում առաջնորդ ինքնահռչակված Ալիևը այս անգամ էլ Թուրքիայի հորդորով եւ աջակցությամբ որոշել է փոխել Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության նախաբանը, որտեղ նշվում է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի միջազգային պայմանագրով։ Միլի մեջլիսական падգամավորները քննարկում են հանել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվանումները Նախիջևանի սահմանադրությունից։ Նոր տարբերակ են առաջարկում ադրբեջանցիները, ուզում են, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դառնա Ադրբեջանի անբաժանելի մասը։ Մոսկվայի պայմանագրի չեղարկումը երրորդ կետի հանգամանքը կար Նախճեվանի վերաբերյալ, որտեղ թուրքական կողմը պահանջում էր, որպեսզի նա ունենար ինքնավարություն։ Հիմա այդ ինքնավարության հանգամանքը դուրս է գալիս եւ ուղղակի դառնում է Ադրբեջանի տարածք։ Դրա նաև գլոբալ համատեքստը կա, որը կարող է նաև ռետրոսպեկտիվ էֆեկտ ունենալ հենց Ադրբեջանի համար, որտեղ տարածաշրջանում ձևավորված ստատուս քվոն ըստ էության հենց 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով էր պայմանավորված։ Հիմա եթե տարածաշրջանի պետությունները հրաժարվում են 1921 թվականին հաստատված ստատուս քվոից, ապա նոր ստատուս քվո հաստատելու համար պետք է ժամանակ եւ ռեսուրսներ։ Պատմական մեկ ակնարկ պատմաբանից 1924-ին ստեղծված Նախիջևանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունը Ադրբեջանի ԽՍՀ կազմում ինքնավարություն էր նաև հայերի համար եւ պատահական չէ, որ Նախիջևանի հանրապետության դրոշի վրա բացի ռուսերենից ու ադրբեջաներենից գրված է նաև հայերեն։ Դա ինքնավարություն է նաև հայերի համար։ Եթե դա վերանում է այդ ինքնավարությունը, Թուրքիան տալիս է իր համաձայնությունը, ըստ երևույթին Ռուսաստանին էլ բանի տեղ չեն դնում եւ հարցը փակվում է, դառնում է ուղղակի զուտ տարածք։ Տարածաշրջանի երկրները որոշել են, որ տարածաշրջանի հարցերը բացառապես լուծվելու են այս տարածաշրջանում եւ Ռուսաստանը հատկապես պետք է տարածաշրջանային հարցերին միջամտելու հնարավորություն չունենա։ 1921-ի Մոսկվայի պայմանագրի երրորդ կետի համաձայն Ադրբեջանը Թուրքիայից ստացավ Նախիջևանը, պայմանով, որ այն երրորդ կողմին զիջելու իրավունք չուներ։ Այս դեպքում երրորդ կողմը ոչ միայն Ռուսաստանն էր, այլ նաեւ Իրանը։ Սա արված է նաև Իրանի դեմ, որտեղ վերջերս Իրանը մի քանի անգամ տարբեր մակարդակներով հայտարարեց, թե եթե Ռուսաստանը հրաժարվում է Նախճեվանից, մենք Նախճեվանը հանձնել ենք իրեն Թուրքմենչայի հաշտության պայմանագրով։ Ուրեմն մենք էլ կվերադարձնենք Նախճեվանը, այնպես որ Ադրբեջանը որևէ փորձ չկատարի այն փոխանցելու Թուրքիային։ Ընթացքում հետևողականորեն Ադրբեջանի կենտրոնական իշխանությունները փորձել են նաև սահմանափակել Նախիջևանի հետ կապված բոլոր հնարավոր ինքնավարության դրսևորման ձևերը։ Ալիևի Նախիջևանի ինքնավարության դեֆակտո վերացման ճանապարհով գնալը ըստ փորձագետ վերլուծաբանների ուղիղ կապ ունի նաև Արցախի հետ։ Կրտսեր Ալիևը այդ կերպ վերացնում է ապագայում ինքնավարության որևէ կարգավիճակի քննարկումը։ Հասել են այն համաձայնության, որ Հայաստանը եւս փաստացի հրաժարվում է Արցախից, բնականաբար լիարժեքորեն նաեւ Արցախի նկատմամբ իր իրավունքը հաստատելու քայլ է նշանակում եւ մեկ քայլ էլ ավել կապված արդեն Նախճեվանի։ Առաջին քայլով նրանք ստեղծեցին այսպես տնտեսական գոտիներ, Ադրբեջանի տարածքը բաժանեցին տնտեսական գոտիների կամ շրջանների, որտեղ այլևս ինքնավարություն, Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն ուղղակի գոյություն չունեցավ։ Թուրք-ադրբեջանական տանդեմը այս անգամ էլ շահեկան դիրքերում հայտնվեց օգտվելով տարածաշրջանում լարված իրավիճակից։ Իրանը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարցով թաղված է միջև ծնկները։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմն էլ անորոշ ձգվածություն ունի։ Չնայած ըստ փորձագետ վերլուծաբանների վերջին տարիների Ռուսաստանի դիրքորոշումն անհասկանալի է դարձել։ Հայաստանի հյուսիսային հարևանն ու դաշնակիցը ըստ քաղաքագետների հայտնվել է զիջողական դիրքերում եւ դժվար թե Ադրբեջանի վերջին սրընթաց որոշումներին կարողանա էական հակազդեցություն ունենալ։ Մինչև Ադրբեջանի падգամավորը Միլի մեջլիսում հայտարարում էր, թե նախքան Հայաստանի այս տարվա խորհրդարանական ընտրությունները հայ-ադրբեջանական նախախաղաղության թուղթը կարող է վերջնական դառնալ պայմանով, որ մեր երկիրը կպարտավորվի փոփոխվող սահմանադրությունում բացառել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այսինքն ըստ էության մայր օրենքի նախաբանում երրորդ հանրապետության անկախության հռչակագրին հղում անելուց հրաժարվել, ինչպես տևական ժամանակ պնդում են, Երևանում արդեն վերսկսել էին սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը եւ արդարադատության նախարարությունից էլ տեղեկացրել էին, որ այսուհետև դրանք լինելու են շաբաթական պարբերականությամբ։
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր սահմանադրության տեքստ։ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Սկզբում մինչև ընտրություններ հետո արդեն կոնկրետ ժամկետ մարտին մեր նոր մայր օրենքի տեսքը պետք է պատրաստ լինի։ Մինչև մարտ 1 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կհասցնի արդյոք գործը ավարտին հասցնել։ Կազմում տարբեր են տպավորությունները, վերլուծությունները, եթե խորհրդի անդամներից մեկը կասկած նույնիսկ չունի, ոչ չեն հասցնելու, որովհետև գլուխներ կան, որոնք դեռևս ընդհանրապես քննարկման չեն առել, ապա մեսեջրույցում խմբում քաղաքասարակության ներկայացուցիչներից Դանիել Իոնիսյանը նշում է, որ միանշանակ պատասխան տալ չի կարող։ Ես չեմ բացառի, բայց նաև վստահությամբ չեմ ասի, որ կհասցնենք, որտեղ շատ ամբիցիոզ ժամկետ է, մենք մի ամսից կլրանա 6 տարին ինչ աշխատում ենք այս process-ի վրա եւ հաշվի առնելով այն տեմպը եւ դանդաղությունը, որ եղել է 6 տարում, ես մի քիչ սկեպտիկ եմ, որ 2 ամսում մենք գործը ավարտին հասցնենք, բայց նաև չեմ բացառի։ Սահմանադրության նախաբանում պահել թե հրաժարվել անկախության հռչակագրին հղում անելը։ Այս հարցին մայրօրենքի բարեփոխումների խորհուրդը դեռ չի հասել, չի քննարկել։ Այստեղ հիշենք նաև, որ նախորդ տարեվերջին, երբ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը արդարադատության նախարարությունից տեղափոխել էին կառավարություն եւ այն նախարար Գալյանի փոխարեն գլխավորում էր վարչապետը, հռչակագրի հարցը շրջանցել էին, թե պետ կառավարության ղեկավարը ավելի վաղ այս թեմայի վերաբերյալ իր կարծիքը հայտնել է։ Նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Հռչակագրին հղում անելուց հրաժարվել չհրաժարվելու մասին ինչ կարծիք ունեն սահմանադրությունը բարեփոխող խորհրդի անդամները։ Իոնիսյանն ասում է, չի կիսում այս տեսակետը, թե նախաբանում տեղ գտած հղումը վնասում է կամ կարող է վնասել խաղաղության գործընթացին։ Այսուհանդերձ նրա ձևակերպամ սահմանադրության մեջ այն դեկլարատիվ է։ Սահմանադրության մեջ շատ ավելի կարևոր են նորմերը, որոնք իրավական ուժ ունեն եւ որոնք ազդում են մեր կյանքի վրա։ Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ օրինակ հակակոռուպցիոն մարմինների անկախության երաշխիքները սահմանադրությունում ամրագրվեն, քան թե որևիցե դրույթ, որը դեկլարատիվ բնույթ ունի։ Եթե հարցը դրվի քվեարկության, դուք ինչպես կքվեարկեք։ Դժվար է ասել, բայց ես չեմ բացառում, որ ձեռնպահ քվեարկեմ խաղաղությունը որպես պետության նպատակների երաշխիք, կարելի է ֆիքսել ոչ թե անկախության հռչակագրի հղումը հանելով, այլ որևիցե այլ ձևով։ Ես դեմ եմ Ալիևի հրահանգները կատարելուն եւ ես գտնում եմ, որ նախաբանը ոչ մի իր մեջ պահանջ չի պարունակում տարածքային ամբողջականության վերաբերյալ հարևան որևէ երկրի։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում արտախորհրդարանական ուժ ներկայացնող Էդմոն Մարուկյանը չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ նրա խոսքով միևնույն է առաջիկա ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող սահմանադրությամբ, սուպեր վարչապետական կարգով։ Սպասում է խորհրդի օրակարգ գա հենց հռչակագրի հարցը։ Որ այդ հարցը չեն քննարկում իրենք, ասում են այդ հարցը չենք քննարկում, դեռ չկա նման հարց։ Ինչ դիրքորոշում ունի արդարադատության նախարարությունը, հիշեցնենք, երբ լրագրողները Գալյանին հարցրել էին, թե ինչպես է լուծվելու անկախության հռչակագրին հղում կատարելու հարցը, նա այնուամենայնիվ նշել է, թե պետք է սպասել խորհրդի որոշմանը։ Մի պահ պատկերացնենք, որ Հայաստանի սահմաններն ապաշրջափակվել են ու մեր երկիրը անխոչնդոտ ապրանքներ է ներմուծում հարևան երկրներից։ Արդյոք նման իրավիճակը ազդեցություն կունենա Հայաստանյան գնաճի մակարդակի վրա։ Այն պայմաններում, երբ 2025 թվականի 4-րդ եռամսյակում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է, կազմելով 4.3%, մասնավորապես բենզինի շուկայում գնանկում արձանագրվել է, բայց հնարավոր չէ այդ հանգամանքը լիովին վերագրել Ադրբեջանից ներմուծված բենզինի նախադեպին։ Կարծում եմ, որ այդ ազդեցությունների հիմնական մասը մենք կտեսնենք հունվարի գնաճի մեջ, որովհետև դեկտեմբերի 20-ից հետո գների ազդեցությունները արդեն ընկնում են հունվարի գնաճի հաշվարկի մեջ, ուստի ես կարծում եմ մենք որոշակի ազդեցություններ կտեսնենք, ինչ այդտեղ պետք է նայել, թե ինչ չափով է ինքը ազդելու, ինչ տեսակարար կշիռ ունի զամբյուղի մեջ, ես չեմ կարծում, որ այդ ազդեցությունները տենց էական են լինելու։ Մեր հարևան Իրանում իրադարձությունները արագ են զարգանում։ Անկանխատեսելի մթնոլորտը բնականաբար իր հետևանքներն է ունենալու տնտեսության ու ֆինանսական աշխարհի վրա։ Դրական թե բացասական կլինեն այդ հետևանքները բարդ է կանխատեսել։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 3 հնարավոր սցենար է դիտարկում։ Ռազմական գործողություններ Իրանի սուվերեն տարածքում ֆիզիկական զորքի կիրառմամբ, օդային հարվածներ կամ ուղղակի հռետորաբանական կոչեր։
Եթե Աստված ոչ արածի, այսինքն ինչ-որ տենց զարգացումներ եղան, որոնք բնականաբար բացասական ազդեցություն ունենան մեր վրա, մենք որպես համակարգ պատրաստ ենք այդ ազդեցություններին դիմակայելու տեսանկյունից։ Հայաստանում մարդիկ վարկով են ապրում, թե աշխատավարձով։ Համենայն դեպս պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ սպառողական վարկերի շուրջ 20% աճ է գրանցվել։ Մինչդեռ նախորդ տարվա նոյեմբերին աշխատավարձերը միջինացված ընդամենը 6% աճ են գրանցել։ Քաղաքացիների պարտքային բեռը ավելացել է։ Վերջին քննարկումը բավականին թեժ էր, որովհետև երկու տեսակետ կար։ Մեր խորհրդում ըստ էության արդյոք պետքա փոխել բուֆերները եւ բարձրացնել, թե բուֆերները պետքա պահել նույն մակարդակի վրա, այս պայդրությամբ որոշում կայացվեց բուֆերները դեռևս պահպանել են մակարդակի վրա, որտեղ որ այս պահին գտնվում ենք։ Մեր երկրում բանկերը գերշահույթով են աշխատում։ Հանրության մոտ տպավորություն է, թե առևտրային բանկերը ահռելի շահույթներ են ստանում բարձր տոկոսադրույքներից։ Մինչդեռ կենտրոնական բանկի նախագահն ասում է, որ նախ տնտեսական հարաբերություններում դժվար է սահմանել գերշահույթի հանգամանքը, եւ հաջորդը բանկերի շահույթը ձևավորվում է արտահանելի ծառայությունների հաշվին։ Այսինքն հայաստանյան բանկերը ծառայություններ են մատուցում նաեւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող անձանց։ Կա ֆենոմեն, որ շահույթի զգալի մասը ապահովում է թանկացման կամ ծառայությունների, առաջարկող ծառայությունների գնի բարձրացման արդյունքում, դա էլ չենք դիտարկում։ Այսինքն շահույթի մարժան, որը որ պիտի սահմանվի, դա ներգրաված միջոցների դիմաց տրամադրված տոկոսի, եթե տոկոսային մարժայի մասն ենք խոսում, եւ տրված վարկերի տոկոսային տարբերության հաշվին, այդտեղ փոփոխությունը բացարձակ էական չի։ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սահմանելով այն 6.5%։ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8%, ներգրավվող միջոցների տոկոսադրույքն էլ 5%։ Սա Ավան վարչական շրջանում է, Աշխաբադի փողոցում։ Դիտահորով գնալու փոխարեն կեղտաջրերը ամբողջ փողոցն են ողողել։ Հակասանիտարական վիճակ է, իսկ գարշահոտն այնքան ուժգին է, որ քաղաքացիները բառեր չեն գտնում այն նկարագրելու համար։ Լսեն այս սաղ կեղտաջուր ու գարշահոտ։ Անկամ տեսեք կեղտաջուրը անցնում է հետիոտնի համար անցման վայրով։ Էումա պետք հետիոտը ասենց ոնց անցնի։ Ինչև աղիրանքը կանցնի, ինչև աղիրանքը ոչտերքան ու իրականքը։ Բնակիչներն ու նաև վարորդները զայրացած են գիշեր այդ կեղտաջրերը սահադաշտի են վերածնում, դառնում վտանգավոր։ Այստեղ պիտի լինեք, որ այս գարշահոտը զգաք։ Էսա մի քիչ հետո տեսեք թե ինչա դառնալու կեղտա ջրերի սահադաշտ։ Հա, քանի օր է այդում այս վիճակն է։ Ըստ Շամշյան Քոմի անգամ 7-րդ օրը խնդիրը վերացնել որևէ կառույց չի շտապել։ Փոխարենը կոյաջրերը հասնում են Բաբաջանյան փողոց ու նաև Աճարյան։ Վեոլիաջրի ու Ավանի վարչական շրջանի ղեկավարի ուշադրությունն են հրավիրում։ 5-րդ օրն է։ Արդեն 10 օր է արտակարգ վիճակ է նաև Մայրաքաղաքի Պոպովի փողոցում։ Դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը ողողել են ամբողջ ճանապարհը, սեփական տների բակերը։ Երեխաների ու տարեցների համար վտանգավոր այս գարշահոտը օր-օրի սաստկանում է։ Երկու օր անցնում է, գալիս են մաքրում են, երկու օր անցնում են նորից։ Լցվում է, չեն կարող ոչ մի բան, ոչ գործանել։ Վերջի անգամ երբ են իսկ եկել մաքրել, հիշում եք։ Վերջի անգամ մեր ուժերով է մաքրվել, բնակիչներով գումար ենք հավաքել, մի երևի 10 օր առաջ եկան, այն ամենադիմացինը մի թեթև մաքրեցին, փչում են, գնում են ու վերջ նորից փակվում է։ Այսինքն խնդիրը վերջնական լուծում է պահանջում, փոխում խողովակների փոխելա պահանջում, հա երևի։ Դա խնդրեմը, խողովակները լրիվ փակվել է։ Պոպովի փողոցի բնակիչները բազմիցս են դիմել Վեոլիաջուր ընկերություն, նաև քաղաքապետարան, բայց խնդիրը մեկը մյուսի վրա են գցում, իսկ փոխարենը տուժում են այդ փողոցում ապրողները։ Ես Պոպովի փողոցից եմ նորից զանգում, այս մի շաբաթա զանգում ենք ձեզ դիտահորերի համար։ Ի՞նչ է ձեր մոտ կատարվում, ինչ որոշեցիք։ Դիտահորի մասով փոխանցվել է Վիոլաջուր ընկերությանը, մենք գործառույթ չենք ունենում։ Վիոլաջուրը հրաժարվել է ստեղից մի տարի արդեն։ Ներողություն իրենց տիրույթում է հայտը փոխանցվել է իրեն։ Հոտը էլի սպանում է այս եղանակին
Հակասանիտարական վիճակ է նաև Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում։ 113-111 շենքերի բնակիչների խոսքով երկար տարիներ է ոչ մեկ չի փորձում մի ամբողջ թաղամաս փրկել գարշահոտից։ Վերջ տալ սանիտարահիգիենիկ պայմաններին։ Գալ նայելով հարց կլուծվի, պետք է հիմնովին փոխվի։ Կեղտաջրերը նաև նկուղներ են լցվում, շենքերի հիմքերն են թուլացնում, մինչդեռ ըստ հրազդանցիների դա պատասխանատուներից որևէ մեկին չի հուզում։ Բնակիչները, ովքեր այս պայն հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ ամեն անգամ զանգահարել են Վիոլա ջուր, Հրազդանի քաղաքապետարան, սակայն ոչ մի արդյունք, ոչ մի լուծում ու չգիտեն ինչ անեն, որ կառույցին դիմեն։ Վիոլա ջուր ընկերությունից ու Հրազդանի քաղաքապետից հույսները կտրած քաղաքացիները Կոտայքի մարզպետին են դիմում։